Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, առաջին ուղիղ եթերում շարունակվում է առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր թեմաների մասին, հաճախ ենք մեր եթերում անդրադառնում առողջությանը եւ դրան վերաբերող մի շարք տարատեսակ հարցերին, այսօրվա մեր եթերը եւս բացառություն չէ, սուր շնչառական վարակների մասին ենք խոսում, իհարկե բոլորդ գիտեք, որ հատկապես տարվա այս սեզոնին այդ վարակները շատ մեծ տարածում ունեն, ինչ անել, որպեսզի զերծ մնալ նմանատիպ վարակներից, ինչ է կատարվում հիմա մեզ մոտ, կզրուցենք մասնագետի հետ ավելին իմանալու համար եւ այսպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք սկսել առավոտը այսօր։ Շատ լավ, քանի որ ձեր հյուրն եմ։ Սիրով ձեզ հյուրը կանել ենք մեր տաղավարում, մենք հաճախ ենք նաեւ ձեզ հյուրը գալու մեր տաղավարում, խոսում ենք այս թեմաների մասին, բայց հիմա կարծես թե սեզոնն է սուր շնչառական վիրուսների եւ վարակների, ինչ է կատարվում, արդյոք կա հետազոտություն, տեսնում եք թե ինչպիսին է դինամիկան այսօր։ Իհարկե, շատ ակտուալ հարց եք բարձրացնում։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է դիտվում, ինչը համահունչ է եւ բնորոշ է տվյալ սեզոնին, եւ ներկայում սուր շնչառական վարակներից հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շրջանառում է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, ռինովիրուս, պարագրիպ, ադենովիրուս, որոնք միշտ յուրաքանչյուր սեզոնին շրջանառում են։ Եվ այս առումով որևէ առանձնահատկություն տվյալ սեզոնը չի պարունակում, ուղղակի պետք է գիտենանք, որ կան միջոցառումներ, որոնք հնարավոր է կիրառելով կանխարգելել իրավիճակը եւ հնարավորինս կառավարելի դարձնել։ Մենք այսօր երբ առավոտյան եթերը սկսեցինք, խոսում էինք այն մասին, որ իհարկե նաեւ այս տարվա փուլում շատ է տատանումը ջերմաստիճանի հաճախ լինում, այսինքն շատ դժվար է նաեւ հասկանալ ինչպես հագնվել, ինչ հագուստ կրել, որովհետեւ թվում է թե ցերեկը բավականին տաք է, բայց օրինակ առավոտյան շուտ եթե արտանում ես ու շտապում ես աշխատանքի, հասկանում ես, որ 0 աստիճան է դրսում եւ բավականին ցուրտ է, սա իհարկե կարող է հանգեցնել նրան, որ իմունային համակարգը մի փոքր ավելի թուլանա, դա իհարկե տեղ տա վիրուսների արդեն տարածմանը եւ զարգացմանը, ինչպեսի կանխարգելիչ միջոցներ կան, ինչ կարելի է անել, որպեսզի հնարավորինս զերծ մնալ այս հիվանդություններից։ Տեսեք, այստեղ կարելի է բաժանել կանխարգելիչ միջոցառումները երկու խմբի՝ ոչ սպეციფიկ, ոչ յուրահատուկ, որոնք ընդհանուր են բոլոր սուր շնչառական վարակների համար, եւ սպეციფიկ, որոնք բնորոշ են կոնկրետ ինչ-որ մի վարակի համար։ Եթե խոսում ենք ոչ սպеციფիկ կանխարգելիչ միջոցառումների համար, իհարկե առաջնահերթ նշեցիք սեզոնին համահունչ հագնվելը, միանշանակ մրսակցության գործոնը բացառելու համար, փակ տարածքների հաճախակի օդափոխությունը։ Եթե անձը հիվանդ է, իհարկե մնում է տանը դրանով պաշտպանելով ինչպես իրեն, այնպես էլ իր շրջապատի անձանց կանխարգելելով հիվանդության տարածումը։ Եթե ունի որևէ կլինիկական երևույթներ կամ տեսնում է, որ իր շրջապատում կան հիվանդ մարդիկ, հնարավորինս խուսափում է այդ անձանց հետ սերտ շփումից։ Իհարկե հիվանդության դեպքում կրել դիմակներ, հազալի եւ փրաշտալու վարվելակարգի կիրառումը եւ իհարկե շատ կարեւոր դեր ունի ձեռքերի հիգիենայի պահպանումը, ձեռքերի հաճախակի լվացումը։ Եթե խոսում ենք սպეციფიկ կանխարգելիչ միջոցառումներից, ապա այստեղ առանցքային է պատվաստումների, մասնավորապես սեզոնային գրիպի դեմ պատվաստումների դերը եւ նշեմ, որ ներկայում հանրապետությունում կիրառվում է 2025-26 սեզոնի համար նախատեսված քառավալեն սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որի բաղադրության մեջ ներառված է նաեւ H3N2-ը, որը ներկայում շրջանառվում է։ Այսինքն պետք է փորձել իհարկե այստեղ չեն կարող չխոսել պատվաստումների կարևորության մասին, որովհետև կարծում եմ ամեն դեպքում բավականաչափ դրա մասին հաճախ չի խոսվում եւ իհարկե շատ են կարծրատիպերը այս առումով, շատ են միֆերը, ես կարծում եմ այս հնարավորությունը եւս պետք է օգտագործենք այս միֆերն ու կարծրատիպերը կոտրելու համար, արդյոք պետք է պատվաստվել, թե պետք չէ պատվաստվել եւ ինչ նախազդեցություններ կարող է ունենալ այս պատվաստումը, կարող է ունենալ թե ոչ դրական ու բացասական, որ խմբերն են ռիսկային, որոնք ոչ։ Իհարկե, շատ էլի ակտուալ հարց է, որովհետև պատվաստումների թեման ամենաթիրախավորված, այսպես ասած, շահարկման ենթարկա թեմաներից է, բայց այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ պատվաստումները այն ամենաարդյունավետ միջոցն են, որով կարելի է կառավարել վարակիչ հիվանդությունները։ Եթե ներկայում հիմա խոսում ենք սուր շնչառական վարակների առումով, այստեղ էլ գրիպի կառավարման առումով, որովհետև նշեցի, որ հենց մեր պատվաստանյութի, որը կիրառվում է ներկայում, իր բաղադրության մեջ առկա է այն
տեսակը, որը ներկայում շրջանառում է Հայաստանում։ Հետևաբար պատվաստվելով առնվազն այդ ենթատեսակից պաշտպանված ենք լինում։ Ուղղակի կարծրատիպերից է այն, որ եթե պատվաստվում են գրիպի դեմ, ուրեմն բոլոր սուր շնչառականներով պետք է պաշտպանված լինենք, իհարկե դա միֆ է։ Պատվաստումը պաշտպանում է հենց իր բաղադրության մեջ առկա շրջատիպերից եւ եթե քառավալենտ պատվաստանյութը առնվազն գրիպի 4 ենթատեսակներից պաշտպանված ենք լինում։ Իսկ օրինակ ադենովիրուսից միանշանակ գրիպի պատվաստումը չի կանխարգելում, չի պաշտպանում։ Հետևաբար ճիշտ իրազեկումը բնակչության, բուժաշխատողների կողմից ճիշտ ուղերձների տրամադրումը միանշանակ նպաստում է, որպեսզի բնակչության մեջ ճիշտ տեղեկատվություն լինի եւ կարող եմ մի փոքր, այսպես ասած, ուրախությամբ նշել, եթե համեմատում ենք տարիների միտումները պատվաստումների առումով, յուրաքանչյուր տարի որոշակի ակտիվացում ենք դիտում։ Օրինակ, եթե այս տարին համեմատում ենք նախորդ տարվա հետ, փոքր կդժվարանամ ասեմ, բայց 50,000-ի մոտ դեղաչափ պատվաստում ավել է իրականացվել, երբ որ համեմատում ենք նույն ժամանակահատվածները։ Այս տարի արդեն մոտ 151,000 դեղաչափ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ է կիրառվել ամբողջ հանրապետությունում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում 101,000 դեղաչափ էր մոտ կիրառվել։ Հետևաբար տարեստարի ունենք որոշակի ակտիվություն, սակայն մտահոգությունները բնակչության շրջանում կան, առկա են եւ դրանց արձագանքելը մեր, այսպես ասած, ազդեցության միջոցառումներից մեկն է, յուրաքանչյուր կարծրատիպին, յուրաքանչյուր ապատեղեկատվությանը արձագանքել, որպեսզի բնակչության մոտ էլ չմնան թյուր ըմբռնումներ։ Սա իհարկե եւս այս եթերը եւ այս հարցազրույցը հրաշալի հնարավորություն է այդ ամենին հասնելու համար եւ կարծում նաեւ մենք մեր եթերում հաճախ ենք խոսում այսպես տարածված միֆերի եւ արդեն կարծես թե ճշմարտություն դարձած ոչ այդքան ճշգրիտ տեղեկությունների մասին, օրինակ հաճախ ասում ենք ժողովրդի մեջ այդպիսի խոսքեր կա, որ ասում ենք դե մրսած եմ, ես հիվանդ չեմ իրականում, վիրուս չէ, վարակիչ չէ, ընդհանրապես մրսած եմ, մենք միշտ ասում ենք հեռուստադիտողներին, մասնագետների հետ իհարկե խոսելով, որ մրսածություն հասկացողություն չունի որպես այդպեսին, այսինքն սա վիրուս է։ Իհարկե վիրուս կամ բակտերիալ վարակ, հիմնականում այս սեզոնին վիրուս, որովհետև մրսածությունը կարող է նպաստել, որ այդ վարակները գլուխ բարձրացնեն եւ որպես հիվանդություն դրսեւորվեն։ Հետևաբար, եթե ունեք մրսածության բնորոշ նշաններ, միանշանակ մնացեք տանը եւ վարակը մի տարածեք նաեւ այլ անձանց։ Եվ այստեղ շատ կարեւոր է նաեւ ժամանակին դիմել բժշկի բարդությունների կանխարգելման առումով, որովհետեւ մտածում են սովորական մրսածություն է, կանցնի, բայց ժամանակին ճիշտ բուժումը իրականացված միանշանակ նպաստում է ավելի արագ ապաքինվանը տվյալ անձի համար եւ իհարկե վարակի տարածման կանխարգելման առումով նույնպես կարեւորվում է։ Այո, վերջո հասկանալ, որ եթե կան այդ նախանշանները եւ ախտանշանները, այսինքն դա նշանակում է, ինչպես նշեցիք, կամ բակտերիալ կա որևէ հարուցիչ կամ վիրուսային է, այս դեպքում իհարկե վիրուսայինը ավելի հավանական է, բայց մենք պիտի խոսենք ինքնաբուժության մասին, որը շատ տարածված է եւ այս մասին էլ ենք եթերում հաճախ խոսում, որ շատ հաճախ կան մարդիկ, որոնք հենց այսպիսի առաջին նախանշանների դեպքում երբ զգում են, որ կա այս ճակերտավոր մրսածությունը, արագ շտապում են հակաբիոտիկներ գնել եւ օգտագործել, երբեմն կարողանում են գնել, կարողանում են ձեռք բերել, անգամ խորհուրդ են տալիս իրենց ընկերներին եւ հարազատներին, ասելով, որ սա բուժման շատ արագ մեթոդ է, շատ արագ ոտքի կկանգնես, բայց եւս մեկ անգամ ասենք, թե ինչու է սա հակացուցված եւ ինչու է սխալ վիրուսների հենց դեպքում։ Որովհետեւ ճիշտ նշեցիք, որ հակաբիոտիկները իրենք վիրուսների վրա որևէ ազդեցություն չեն ունում եւ այս սեզոնին հիմնականում շրջանառող հարուցիչները վիրուսներ են, սուրշնչառական վարակներ են, որոնց դեպքում հակաբիոտիկների կիրառումը միանշանակ չի օգնում եւ որոշ դեպքերում նաեւ կարող է վնասել եւ առաջացնել հակաբիոտիկակայունություն, հաջորդիվ ըստ անհրաժեշտության կիրառման դեպքում կլինեն հակաբիոտիկներն անարդյունավետ։ Հետևաբար միանշանակ զերծ մնալ հակաբիոտիկների անտեղի կիրառումից եւ իհարկե վստահել բժշկին, դիմել բժշկի եւ ստանալ բժշկի նշանակված բուժումը, որը առավել արդյունավետ կլինի։ Նշեմ նաև, որ այս սեզոնին հատկապես թիրախում են ռիսկի խմբերի անձին եւ հատկապես այդ անձանց է խորհուրդ տրվում պատվաստել, օրինակ 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններով, քրոնիկ հիվանդություններով անձիկ, բուժաշխատողները, որոնք շատ են շփվում բնակչության հետ եւ այդ առումով խոցելի են, սոցիալական խնամքի կենտրոնի ինչպես աշխատակիցները, այնպես էլ շահառուները, իհարկե նաև զինծառայողները։ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ ձեզ կարևոր ու հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ դեռևս առիթ կունենանք ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում եւ մեր հեռուստադիտողներին էլ հերթական անգամ հորդորենք, որպեսզի ինքնաբուժությամբ չզբաղվեն եւ ինչպես դուք նշեցիք, անպայման դիմեն համապատասխան մասնագետի օգնությանը, եթե կա դրա կարիքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարունակում ենք մեր եթերը եւ հիմա շատ այսպես արագ տեղափոխվելու ենք Աշտարակի դրամատիկական թատրոն, որտեղ շատ փակագծերը չբացեմ, բայց ասեմ, որ մեր ամենահայտնի եւ թերևս սիրելի հերոսներից մեկը
Բարոն Մյունխհաուզենը նոր կյանք է ստացել բեմում, ինչի մասին է խոսքը կիմանանք հաջորդ տեսանյութից, որը պատրաստել է մեր գործընկեր Վովա Արզումանյանը։ Դիտենք այն։